Կարբալ ջան, ուր էիր? Հարութ, ես ինչ բան է, ես ինչ է կատարվում, Տեր Աստված։ Ուր էիր մանե, ուր էիր։ Կլինի առանց գոռալու։ Չէ, չի լինի, երբանից ես սկսել ինձ խաբել մանե, երբանից։ Ինձ ասում ես, որ դու աշխատանքի ես, գնում եմ սրճարան, չկաս մանե։ Ես նեղվել էի քեզանից, դրա համար առաջինը ինչ մտքիս եկավ ասեցի։ Գիտեի, որ ուզենալու ես ինձ տեսնես, բայց ես չէի ուզում։ Պարզ հայերենով հարց եմ տալիս, ուր էիր մանե։ Տաքսի էի նստել։ Վարորդը սկսեց արագ վարել։ Հեռախոսս ընկավ։ Ես էլ վախեցած սկսեցի գոռալ, որ դանդաղ վարի։ Տաքսի էի նստել, որովհետև ուզում էի մենակ մնայի։ Առաջի անգամը լավ չստացվեց, մի հատ նորից։ Սխալ էի արել։ Հարութ մեղավոր եմ։ Մեկ-մեկ ինձ թվում է, որ դու լրիվ ուրիշ մարդ ես դառել։ Ես էլ չեմ դիմանում սենց։ Ուզում ես ինձ բացատրես, որ դու մի ժամ տաքսում ես եղել մանե։ Չէ։ Բա ինչի չզանգեցիր։ Ինչի զանգերից չէիր պատասխանում։ Ես քեզ նոր ասեցի, որ քեզանից նեղվել էի։ Մենք երբեք իրար հետ չենք կռվում։ Ու երբ որ մեր մեջ ինչ-որ վեճ ա լինում, լռում ենք, հանգստանում ենք, նոր հետո իրար հետ խոսում ենք։ Դրա համար ես որոշեցի, որ լռեմ, հանգստանամ, նոր հետդ խոսեմ։ Ոչ մի ասածից չեմ հավատում մանե։ Ոչ մի։ Ու ընդհանրապես դու ես վերջերս ինչ-որ շատ խառն ես, շատ, կամ ինչ-որ ազդեցությունների տակ ես։ Այդ ես եմ խառը, Հարութ։ Ես եմ խառը։ Դու խառնեցիր բոլորիս իրար, դու, Հարութ։ Եթե այդ աղջկան չօգներ, չբերեիր տուն, մենք այսօր ինչ էինք լինի։ Հերիքա քո խնդիրները իմ վզին փաթաթես, հերիքա։ Ես մեղավոր չեմ, որ քեզ մեղադրում են բռնաբարության հոդվածով։ Ես մեղավոր չեմ, որ քո բարիությունը սենց գնահատվեց։ Ես մեղավոր չեմ։ Լավագոն է հասկացար, որ մի պահ չափդ անցնում ես։ Չեմ դիմանում։ Չես դիմանում։ Չէ։ Հիմա ինչ ես ուզում։ Առավոտից իրիկունը արդարանամ, հա, որ ինչ-որ մեկին օգնել եմ։ Չես հասկանում, մանե շատ բարդ շրջան ա։ Ու եթե չես դիմանում դու այս պահին, ինչ ասեմ։ Կարող ես գնալ, ազատ ես։ Դրսի դուռն ես ցույց տալիս։ Բա ինչ անեմ։ Ինչ անեմ, մանե, էլ չես դիմանում։ Ես քո թշնամին չեմ։ Բացատրեց, ինչի ա խաբում։ Չէ, չթողեցի։ Ինչի, մտածում ես էլի կխաբի։ Սուզի չեմ ուզում դրա մասին խոսեմ։ Մենազ, դու ուղղակի քրոջդ բացատրի, որ մենք մի ընտանիք ենք։ Երևի ինքը այդ փաստը մոռացել է։ Պատուհանից մեքենա տեսա, ասեցի երևի Սեդայի մոտ ես եկել։ Ուզում ես զրուցես հետը։ Հա, Սուզի։ Ես քեզ մի խորհուրդ կտամ։ Այս տանը ինձ ոչ մեկ չի լսում, բայց լավ կլինի, որ հետը չկռվես, չվիճես ու չջղայնանաս։ Մի քիչ ավելի խորամանկ մոտեցում ցույց տուր։
Մեղմ խոսիր, քնքշանքով խոսիր։ Այդ դեպքում ինքը քեզ կվստահի։ Կմտածի, որ իրա կողմից ես։ Հասկանում ես, չէ՞ ինչ եմ ասում։ Դա հասկանում եմ։ Բայց հետաքրքիր է, դու ինչի համար ես տենց ուշադիր դարձել Սետայի հանդեպ։ Դե մենք բոլորս էլ ուզում ենք իրականությունը իմանանք, չէ՞։ Իսկ ես Սեդային լավ իմանալով գիտեմ, որ իրա հետ եթե մեղմ խոսես, ինքն էլ կխոսի։ Մի վախացրու իրան։ Լավ բան ես ասում։ Դե արի գնացինք ներս։ Քեզ շատ եմ սետ կարոտել։ Մի զարմացես, վերջերս անընդհատ կռվում ենք իրար հետ։ Անիմաստ հարցեր ենք իրար տալիս։ Բայց գիտես ինչ եմ ուզում, որ առաջվա նման իրար սիրենք։ Սիրում ենք, չէ՞ իրար։ Իսկ հիմա Սետ, ես քեզ հիմա եմ շատ սիրում։ Ու այդ ամեն ինչը պետք է հասկանաս։ Եթե չսիրեի, ես քեզ չէի այդքան նեղացնի։ Գիտես ինչ եմ առաջարկում։ Արի հագնվի առաջվա նման, առանց պլանավորելու։ Ինչ որտեղ գնանք։ Ես ու դու։ Ինչ կասես։ Սպասում եմ դրսում։ Արի։ Ման է։ Վայ գոր, կներես չէի նկատել։ Ինձ թվում էր Եգիպտոսի արևը ինձ ավելի նկատելի պիտի դարձներ, բայց ոնց որ թե չէ։ Երևի ավելի շատ արևի տակ պիտի մնայի։ Կներես անկեղծ չէի նկատել։ Հարութ հենց տուն եմ գնում։ Այս ծաղիկներն էլ տիկին Ֆլորայի համար են։ Բայց արի քեզ տամ։ Չգիտեի, որ քեզ կանհանդիպեմ։ Չէ, շնորհակալ եմ։ Ճիշտ կլինի տիկին Ֆլորային նվիրես, ինքը շատ ասիրում ծաղիկներ։ Լավ, քեզ էլ Եգիպտոսից բերած մագնիս կնվիրեմ։ Լավ հանգստացար։ Ընտիր, նենց լավ էր, լսի, ամուսնացեք, գնացեք Մեղրամիս, մարդ գոնե պիտի տարի երկու անգամ ծով գնա, գնում հանգստանում ես, հետո գալիս ես տուն չմտած նորից ես ուզում գնաս, ասա որ լավ բան եմ մտածել։ Դե լավ, Եգիպտոս չես ուզում, ուրիշ բան կմտածենք։ Կարևորը ամուսնացեք մեռը ասելով, ում եք սպասում չեմ հասկանում։ Ես էլ արդեն ոչ մի բան չեմ հասկանում։ Այդ ինչի տենց որ չհասկացա։ Ուշադրություն մի դարձրա, կանցնի։ Մանե, դու գիտես, որ ես ամեն ինչին ուշադիր եմ։ Ասա տնամ ինչ ա եղել։ Վիճել ենք։ Դու Հարութը վիճել եք։ Ես նշելու առիթ է։ Հետա գնացեք երկուսով էլ նշեք։ Լավ, մանե լուրջ ասա տնամ ինչ ա եղել։ Արի կլինի քո այս ուրախ տրամադրությունը չփչացնեմ։ Հենա ընկերդ էլ տանն է։ Գնացեք նստեք, մենք էլ հետո կտեսնենք։ Մանե ասա տնամ ինչ ա եղել, խոսա։ Գոր, Մանե խոսա, պարզերևում ա, որ լացդ հազիվ է զսպում։ Ավելի լավ չի խոսած թեթևանաս։ Հարութը հիմա շատ վատ պատմության մեջ է։ Ու մեր կռվի պատճառը հենց այդ պատմությունն է։ Այդ ինչ պատմություն ա, որ ես չգիտեմ։
Ինչ եղավ։ Ոչ մի բան։ Ուրախ չես։ Ինչ թվաց տրամադրությունդ բարձրացավ։ Ուրախ եմ։ Գնանք։ Ես ինչ խառը պատմություն է։ Ոնց ես դրա մասին չեմ իմացել, ուղեղս կախեց։ Հա, ամենտեղ գրած է։ Ու հիմա Հարութ այդ թեմաների մեջ է, այդ աղջիկը, ընտանիքը, ոստիկանություն։ Հա, Հարութին չեն հավատում։ Այդ աղջիկն էլ իբր ոչ մի բան չի հիշում։ Կարող է իրոք ոչ մի բան չի հիշում, ես չգիտեմ։ Բայց բացի Հարութի անունից էլ ոչ մեկի անունը չկա այս թեմայի մեջ։ Իսկ Հարութն էլ իրան շատ վատ ազգում, որ իրան նման հարցում մեղադրում են։ Անգամ սկսել է հետս վիճել։ Մանե, հավատա տղայի համար ավելի վատ թեմա չկա, քան նման թեմաները։ Գիտեմ, կարող է հիմա մտածես, ասես, եթե կապ չունի դրա հետ, ինչի է իրան վատ զգում, անհանգստանում, բայց հավատա, այդ ամենավատ թեմաներից է։ Հասկանում եմ, ես միջև հիմա էլ իրավիճակը կիսել եմ, բայց չի հասկանում, չի հավատում։ Լսի, ես մի հատ կխոսեմ իր հետ, կհասկանանք, լավ։ Հեշտ ասել։ Դե լավ, արի գնանք։ Մեկը ես չեմ հավատում, որ դու Հարութը լուրջ վիճել եք։ Չէ, հաստատ չէ։ Տղաջ, գնա գոնե մի 2 րոպե աչք կայցրու։ Ոչ կարգին ուտում ես, ոչ կարգին քնում ես։ Այն աղջկա հետ էլ կռվեցիր։ Գիտես չէ, որ քեզ ասիրում մենակը։ Գիտես չէ, այս աշխարհում մենակ քեզ ասիրում ու վերջ։ Բարժի իրար հետ կռվել։ Բարջան, հետ չարժի։ Կյանքում այնքան բաներ դեռ պետք է լինեն։ Թե չէ սենց ինչ, մի ստից բանից փախչում եք տարբեր կողմեր, հետո։ Կարոտած բարև հարազատ մարդկանց։ Բարև աղբերս, բարով ես եկել։ Գորջան, Այս ծաղիկները քո համար չեն հար։ Լուրջ, ափսոս, ես էլ ինձ լավ զգացի։ իմ սիրած ծաղիկները։ Գիտեմ։ Դե ասեք տեսնեմ ոնց եք, ոնց չեք։ Ինչ ժամանակին եք արտղաջան։ Դե լավ էլ իմամ, այս տղեն նոր ա եկել։ Տղեն նոր ա եկել, բայց արդեն ամեն ինչ գիտի։ Միջև տիկին Ֆլորաս իմ համար իր համով սուրճից պատրաստի, ես ու Հարութը դուրս գանք, խոսենք, համ էլ հասկանամ տնամ ես ինչ պատմության մեջ ես։ Էդ ինչ գիտես։ Կամ այդ որտեղից։ Ճանապարհին մանեին տեսա, խոսեցինք, պատմեց։ Արի։ Ուր են գնում։ Դե չորոշեցինք առաջվա նման, նստենք մեքենան ու գնանք։ Հա, բայց ուր են գնում։ Նվեր։ Սպասի էլիս հետ։ Սևան են գնում։ Լավ չի։ Թուն եղանակա, դու էլ Սևանը շատ ես սիրում։ Ման կգանք, միտը կնստենք։ Նվեր, խնդրում եմ կանգնի։ Կանգնի կամ պտտվի հետ գնա, խնդրում եմ։ Մի րոպե, այսինքն այդ աղջկան համ ցերեկն ես տեսել, համ գիշերը։ Ահա։ Բա հիմա ինչ ենք անելու։
Դե չգիտեմ, մոտս գրանցված կա այդ պատվերը, պետքա փորձեմ գտնեմ, եթե իհարկե իրանք արդեն չեն գտել։ Սիշ կրակի մեջ ենք, մարդ էլ հանգստից գա ու միանգամից անհանգստանա։ Այդ ծաղիկների առակման հարցը չի պարզվում։ Ինչա որ։ Չեք գտնում համարը, որից որ պատվեր է եղել։ Այդ համարը էլ հասանելի չի։ Համարի տերն էլ երկրում չի։ 2 օր առաջ է մեկնել, հիմա փնտրում ենք։ Նոր համար է եղել, մի քանի օր է օգտագործել ու վերջ։ Այդ համարով տաքսու հավելվածից բացի ուրիշ օգտահաշիվ չունի։ Անհասկանալի իրավիճակ է։ Ինչ ես սենց անում։ Ինչ եմ անում։ Եկար ասեցիր, որ ուզում ես ամեն ինչ առաջվա նման լինի, չէ։ Ասեցիր, որ կարոտել ես։ Հա, տենց էլ կա Սեդա։ Բա ինչի ենք հիմա Սևան գնում։ Ինչի հենց Սևան։ Մտածեցի, որ Ինչ մտածեցիր։ որ կարող է տեղանքը օգնի, որ մի բան հիշես։ Մի ժամ առաջ ուրիշ բան էիր ասում, հիմա ուզում ես որ հիշեմ։ Դու գիտես, չէ՞ ինչ դժվար է իմ համար այդ ամեն ինչը հիշելը, ինչքան ցավոտ է։ Ես գիշերները չեմ քնում։ Ես անընդհատ ինձ եմ մեղադրում, հիմա տանում ես որ հիշեմ։ Ես տուն եմ գնում։ Բայց դու էլ ես չէ՞ ուզում հիշես։ Ես հանգիստ ապրել եմ ուզում։ Ես քեզ տունն էլ ասեցի ու հիմա էլ եմ ասում։ Ես քեզ գժի նման սիրում եմ, Սեդա։ Ու միշտ եմ սիրել, այդ ամեն ինչը դու լավ գիտես, դու իրավունք չունես չհավատալ։ Այն ինչ որ քո մոտ է, նույն վիճակն էլ իմ մոտ է, ոչ քնում եմ, ոչ ապրում եմ։ Դու գիտես կասկածը ինչ բան է, որ մտնում է մարդու ուղեղի մեջ սկսում է ուտել ուղեղը։ Ու մարդ գժվում է։ Ես հիմա ճանապարհին եմ, բայց ես քեզ օգնում եմ, խնդրում եմ, դու էլ ինձ օգնի, դուրս գանք այս ամեն ինչի միջից։ Սիրում ես ինձ։ Բա ինչ եմ անում։ Հա։ Զզվելի եմ, հա։ Զզվելի եմ քո համար։ Բա ինչի համար ես պայքարում։ Ինչի համար ես ուզում մեղավորներ գտնես։ Որ վրեժ լուծես, հոգիդ հանգստանա։ Գիտես, այս ամեն ինչը դու իմ համար չես անում, դու քո համար ես անում։ Մեկը ես արդեն կեղտոտ եմ, չէ։ Չեմ մաքրվելու, ոչ մի բան չի փոխվելու։ Ուղղակի չեմ հասկանում, ինչ ես տանջում, համ ինձ, համ քեզ։ Դու ինձ ճիշտն ասա։ Այդ տաքսիստին առաջին անգամ չէր տեսնում, չէ։ Կարող է ամեն ինչ քո կամքով ա եղել, դրա համար ես տենց պաշտպանում։ Կարող է պետք է սովորականի պես տուն գայր, բայց ինչ որ մի բան սխալ գնաց։ Խոսա Սեդա, իմ ուղեղը արդեն պայթում է մտածմունքներից։ Ես էլ չեմ դիմանում, ուղիղ ամեն ինչ ինձ ասա։ Կարող է տղեն ընդհանրապես մեղավոր չէ։ Հենց դու ես տենց ուզել, որ ամեն ինչը տենց լինի։ Հա։ Իմ կամքով ա եղել։ Ես եմ տենց ուզել։ Ես եմ իմ կամքով գնացել։ Ինչ։ Ինչ ես խոսում։ Բա ինչ ես ուզում լսես, աչ ու ձախ ճշմարտություն եք փնտրում։ Իմ հետ վարվում եք նենց ոնց ձեզ է հարմար։ Կարող ա գիտես կենթանի եմ Սևանեստանում, որ ճանապարհից հոտ քաշեմ, հիշողությունս արթնանա։ Պետք չի ոչ մի բան հիշել, ես ամեն ինչ հիշում եմ, հա, իմ կամքով ա եղել ամեն ինչ։ Ու հիմա ես այլևս պարտավոր չեմ արդարանալու քո առաջ, Սյուզիի առաջ, Մինասի առաջ։ Կուզեր չէ ժամանակը հետ տայր։ Կուզեր չէ նորից լսեիր, որ ոչ մի բան չեմ հիշում։ Հա, խոսա։ Ես քեզ կսպանեմ, լսում ես։ Ես քեզ սատկացնելու եմ, լսում ես։
ասա։ Դե ասա, որ չես ճանաչում ինձ։ Դե ասա, որ լսածից չես հավատում։ Կամ ասա, որ ես ամենավատ փողոցայիններից էլ վատն եմ, որովհետև գոնե իրենք չեն թաքցնում, թե ով են։ Հիմա էլ այդ շարքն ա սկսելու, չէ՞։ Ուրեմն լսի քեզ ինչ եմ ասում։ Կսպանեմ քեզ, Սեյդա, լսում ես, քեզ կսպանեմ, լսում ես, քանի ժամանակ ունես, ասա որ խաբում ես։ Քանի ես ինձ զսպում եմ, ասա որ ինադու ես անում, որ ինձ հունից անես։ Նայ քեզ ինչ եմ ասում, երթվում եմ, վիզդ կկտրեմ։ Ոչ այդ պատգամավոր աղբերդ կփրկի, ոչ էլ եմ որ դեռ քեզ սիրում եմ, լսում ես։ Ոչ մի բան։ Ու այս աշխարհում նենց կանեմ, որ դու գոյություն չունենաս։ Հիմա նորից եմ ասում, քանի ժամանակ ունես, ասա որ խաբում ես։ Ինձ հունից մի անի, խոսա։ Սեյդա, Սեյդա, ալո, ալո, Սեյդա։ Եվ ջան, բալես ինչ ա եղել։ Ում հետ էիր խոսում, Եվ։ Եկել էի Սեյդայի հետ նկարելու, տեսած տեղ չի, զանգեցի, ոչ մի բան չէր լսում, մենակ գոռոցներ էր լսվում։ Իսկ ինչ որ անում լսել ես։ Չէ, ոչ մի բան չէր հասկացվում, մենակ հասկացել եմ, որ հաստատ մեկնումեկը Սեյդայի վրա գոռում էր։ Լավ, Եվ, արի ոչ մեկի ոչ մի բան չասենք, ես կզանգեմ նվերին, կարծում եմ, որ միասին են եղել, ուղղակի իրար չեն հասկացել անհանգստանալու կարիք չկա։ Չէ, ես պետքա պապային ասեմ։ Էլի ինձ չես լսում, կարիք չկա։ Անպայման կուտես։ Ուզում ես զանգես զանգի, էլ ինչ ես երկար բարակ մտածում, անմիջապես զանգի։ Դե հա, մտածում եմ, որ վատ խոսացի հետը։ Հետո ինչ։ Վատ խոսեցիր, իրար հետ վիճելու, իրար միս ուտելու փոխարեն իրար հասկացեք իրար հետ խոսեք։ Թե չէ ձեր սերը որ օրվա համար է, եթե այսօրվա համար չի, չեմ հասկանում։ Ես լրիվ համաձայն եմ մամայիդ հետ։ Լսի, զանգի, խոսացեք, պայմանավորվեք, հանդիպեք ու հաշտվեք իրար հետ։ Ով չգիտի, որ մանեն քեզ շատ ա սիրում։ Էն էլ ինչքան ա սիրում։ Ես տենց սեր մեկ էլ կինոներում եմ տեսել։ Մի անհանգստացեք, առաջին լուրջ կռիվն է, կանցնի։ Մի հատ հանգստացի նվեր ու ձեռքս թող։ Ոնց հանգստանամ կամ որտեղ են կհանգստանալ, երբ որ իր նշանածը կաներ դիմաց ասել ուրիշ է տականը։ Ոնց կհանգստանամ։ Հիմա այդ իմ կամքով ա եղել, թե իմ կամքով չի եղել, այդ արդեն կարևոր չի, որովհետև դու ինձանից զզվում ես։ Ու գիտես ամենացավալին որն է, որ քո հարցերը անընդհատ կրկնվում են։ Սեդ հիշում ես ինչ-որ բան, ով ա եղել, Սեդա։ Բայց դու գիտես ինչ պիտի անեիր։ Պիտի գայր հարցներ, Սեդ, ինչով քեզ օգնեմ, ինչի կարիք ունես, ոնց անեմ, որ այդ օրը մոռանաս։ Բայց չէ, դու քո մասին ես մտածում, քո տղամարդկային եսի մասին ես մտածում ես մարդիկ ինչ կանեն, ինչ կասեն, այդ քո անիծված հպարտությունն է։ Իսկ ես այդ օրը մեռել եմ ու հարություն եմ առել։ Ես էլ եմ մեռել, բայց ի տարբերություն քեզ հարություն չեմ առել։ Փոխանակի ինձ օգնես, դու ամեն ինչ անում ես, որ ես հունից դուրս գամ։ Բայց կարողա չես էլ խափում, կարողա ամեն ինչը հենց տենց էլ եղել է։ Հիմա արդեն կարևոր չի ամեն ինչ ոնց է եղել, որովհետև դու ինձ արդեն քո կասկածներով ես կորցրել, դու ինձ քո ներսում, քո մտքում ես դատապարտում, ու դրանից հետո էլ կարևոր չի, թե ես ոնց կասեմ, ոնց ես պատմության տակից դուրս կգամ, ոնց կարդարանամ։ Հիմա լսի քեզ ինչ եմ ասում,
ուղիղ նայի աչքերից մեջ առանց տողատակերի նորից ասա, որ դու ինձ խաբել ես։ Այն ինչը որ ինձ ասիր, որ քո կամքով ա եղել, նայի աչքերից մեջ ասա, որ խաբել ես։ Սպասում եմ, Սեդա։ Ես քեզ էլ ոչ մի բան չունեմ ասելու։ Ես գիտես այս ամեն ինչից հետո ինչ եմ հասկանում, որ դու դիկտատորիալ ես անում, որ դու հասկանաս ես ինչ ռեակցիա կտամ։ Ու տենաս պետքա խոսաս, թե չէ։ Լսի, դու ինձ չես լսում։ Նորից եմ ասում։ Դու արդեն ինձնից զզվում ես ու կարևոր չի դրանից առաջ ու հետո ինչ ա եղել։ Դու գժվել ես։ Ոնց կարևոր չի, քո համար կարևոր չի, քո կամքով ա եղել, թե բռնություն ա եղել։ Դու գժվել ես, հասկանում ես ինչ ես խոսում։ Դու ինձ հունից հանում ես։ Ես այդ օրը տուն եմ եկել։ Կարայ չգայի, գիտես, կարայ մեռնեի այդտեղ, բայց եկել եմ, հասել եմ տուն։ Դու շատ լավ տեսել ես ես ինչ վիճակով եմ տուն մտել։ Ու դժվար չէր կռահելը, թե ինչ ա եղել իմ հետ։ Հիմա դու ես ինձ բացատրում, որ բռնությամբ անելու ու ցանկությամբ անելու մեջ տարբերություն կա։ Բա ես ինչի ոչ մի րոպե չզգացի, որ քո համար էլ այդ տարբերությունը կա։ Դու գոնե մի րոպե իմ վիճակը հասկացել ես։ Գոնե մի րոպե դու իմ վիճակը հասկացել ես, իմ դրության մեջ մտել ես։ Դե ուրեմն զանգի նվերին էլ են։ Եվ չի պատասխանում, հաստատ միասին են։ Դե ուրեմն պապային պետք է ասեմ։ Եվա, չես լսում, ասում եմ պետք չի։ Դու չես հասկանում, իրար վրա են գոռում։ Եվա։ Եվա, կանգնի, չես լսում, քո հետ եմ խոսում։ Եվա, Էլեն, ես ինչ ա եղել։ Եվան այս վերջերս սկսել է ինձ չլսել։ Ինչի ես տենց նայում, սխալ եմ ասում։ Մենք կբացատրեք ինձ հասկանամ ինչ ա կատարվում։ Դե Եվան Սեդային ա զանգել, Սեդան պատասխանել է, բայց չի կարողացել խոսի։ Գոռոցներ են լսվել։ Ես ասում եմ, որ ուղղակի նվերի հետ երևի վիճել են, անհանգստանալու կարիք չկա։ Հա, բալես, հաստատ նվերի հետ ա Սեդան, անհանգստանալու կարիք չկա, իմ աղջիկ։ Էդ ինչ կապ ունի ում հետ մամ։ Եվ ջան, նախ պապան տանը չի, երկրորդն էլ իրանք կկռվեն, հետո կբարիշեն, հետո նորից կկռվեն, այդ նորմալ է, բալես։ Ես քեզ վստահեցնում եմ, նվերը հաստատ Սեդային չի նեղացնի, դու մի անհանգստացի, հա աղջիկս։ Բա կվիճեն, բա ինչ կանեն, ենքան պիտի վիճեն, միջև Սեդան ճիշտը ասի։ Նվերը են տղեն չի, որ հանդուրժի ես ամեն ինչը։ Պիտի Եվայի հետ խոսես, որ հանկարծ Մինասին ոչ մի բան չասի, որովհետև շատ վատ կլինի, եթե Մինասը իմանա այս մասին։ Դե կխոսեմ, մնում ա լսի։ Լավ, ինչի ես անտեր հասարակությունը միշտ աղջկան մեղավոր համարում։ Ինչի է միշտ աղջիկը սխալ։ Ինչի աղջկա հետ կապված դժբախտ դեպքը դժբախտություն չեն համարում։ Ինչի աղջկա կողքին կանգնելու փոխարեն աղջկան հարց են տալիս. Ուր էիր, ինչի է իր տեղ, ինչ էիր հագել, ինչ ես թույլ տվել։ Որովհետև մեզ երբեք չեն սովորացրել պաշտպանվել։ Մեզ սովորացրել են, որ պիտի ամեն ինչ կուլ տանք, ամաչենք, ու այնքան ամաչենք, որ անգամ երբ մենք ենք զոհ, մենք մեզ մեղավոր զգանք։ Այս հասարակությունը միշտ պատրաստի քար ունի ձեռքին, որ գցի աղջկա վրա։ Հա, ու ըստ քեզ քո այս վիճակը ամոթալի չի։ Կամ հասարակությունը ինչ կապ ունի։ Հասարակությունն է մեղավոր, որ աղբորդ խոսքի վրայից անցել ես, գնացել ես մամայիդ ման գաս։ Ես քեզ մի հատ բան ասեմ, լավ կլինի, մամայիդ մասին ոչ մեկ էլ չիմանա, որտեվ ամոթալի է, որ իմանան ինչ է ինքը արել։ Չշարունակես։ Ճիշտ ես ասում, ավելի լավը չշարունակեմ։
Եթե շարունակեցի, ավելի եմ հիասթափվելու։ Ավելի լավ է գնամ։ Բայց եթե պարզվեց, որ քո բերած օրինակը այնքան էլ օրինակ չէր, քո համար լավ չի լինելու։ Ես քեզ ասեցի, լավ չի լինելու քո համար։ Ոնց ես։ Պատասխանը ինձնից լավ գիտես։ Ինչ վիճեցինք ու դրան տեղը ցույց տվեցիր, տեղը չեմ գտնում։ Չեմ հավատում, որ իմ Հարութի հետ եմ վիճել։ Հա, հասկանում եմ։ Ուղղակի մի քիչ չափն անցա։ Դե ջղայնացած էի։ Դու էլ պետքա որ հասկանաս։ Հիմա այդ ամեն ինչը անցել է, ման, ու խոսելու, հասկանալու, վերլուծելու ժամանակն է։ Առաջին անգամ, որ իրար տեսանք, խոստացանք, որ ամեն ինչ անելու ենք, որ ոչ մի բան չազդի մեր հարաբերությունների վրա։ Բայց չստացվեց։ Իմ համար այնքան խորթ է այս իրավիճակը։ Ես սովոր չեմ, որ դու իմ վրա գոռալու ես։ Ես սովոր չեմ, որ դեռ իմ խոսքը չավարտած դու քոնն ես առաջ տանելու։ Ամենաշատը սովոր չեմ, որ չես հավատալու ինձ։ Իսկ ես սովոր չեմ, որ ինձ պետքա խաբեն, մանը։ Հասկանում ես, չէ, որ եթե ես չգնայի սրճարան ու չտեսնեի, որ այնտեղ չես, հիմա այս ամեն ինչը սենց չէր լինի։ Բայց ես բացատրեցի, չէ։ Ես չէի ուզում քեզ տեսնել։ Կլինի էլ այդ թեման չբացենք։ Արդեն ինչ որ ասելու էր, իրար ասել ենք։ Լավից թե վատից ասել ենք։ Հիմա հասկանալու ժամանակն է։ Իսկ ես շատ բան եմ հասկացել։ Ու ինչ։ Այն, որ ես չեմ ուզում քեզ կորցնեմ։ Տղեն ընդհանրապես մեղավոր չէ։ Հենց դու ես տենց ուզել, որ ամեն ինչը տենց լինի։ Հա։ Իմ կամքով է եղել։ Ես եմ տենց ուզել։ Ես եմ իմ կամքով գնացել։ Ինչ։ Հանվեր։ Քրոջը տան ես, չէ։ Դուրս արի։ Հաստեղ եմ, բայց ինչ ա եղել։ Ասում եմ, հասնում եմ, դուրս կգաս։